Ես կարծում եմ իշխանությունները այս բան հարմար չգտան, որպեսզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը նույնիսկ իրեն տեսքով, որ կազմել են իշխանամետ պատգամավորները, հասարակության քննարկմանը ներկայացրել, որովհետև ինչքան ուզում ես դու այսպես դրական դա ներկայացրել, ի վերջո հենց այն նախընտրական են ամիսներին բարձանալի ամի քննարկում, թե ինչեր է սենց, ինչի է այսպես արվեց եւ այլ եւ այլ եւ այլ։ Այստեղ գնաց իբր թե կոնֆլիկտ Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, բայց ես կարծում եմ այդտեղ մի քիչ երևի թե արհեստականության տար կար, որովհետեւ դրանով օբյեկտիվ չէ դա պատճառաբանությունը, որ ռազմական գաղտնիքի հետ գործ ունի։ Չէ, նախ սկսենք նայած, եթե գաղտնիքի խնդիր կար, կարելի էր ԱԺ փակ նիստում դա անել, այսինքն քննարկում ընդհանրապես չեղավ մեկ։ Երկրորդը ես կարծում եմ ուղղակի իշխանությունները չուզեցին, որ այդ հանձնաժողովի զեկույցը որևէ կերպ այս պահին մտնի շրջանառության մեջ։ Իշխանությունները կուզենան այս ընտրություններին գնալ մոռացած 2020-21 թվականը, 2021 վեր ամենալայն իմաստով մոռացած, որովհետև 21 թվականի նախընտրական վիճակն ես նայում, ինչ էին ասում, չէ, Արցախի հարցը փակված չէ, տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի Ալիևը ասի, որ Ղարաբաղի հարցը դեռևս ոչնչացված չէ, Հադրութով Շուշի, նման ինչ-որ բաներ էր ասվում, դա անցյալ է համարվում, խոր անցյալ, դա ընդդիմությունը բնականաբար կձգտի ամեն կերպ դա ասենց բերել